Սիրելիներս ողջույն, ինչպե՞ս եք, հուսով եմ լավ եք, ովքեր նոր են միացել իմ էջին, ասեմ, որ գտնվում եք Անահիտի խոհանոցում, իսկ իմ հին ու բարի հետևորդները գիտեն, որ սա իմ խոհանոցը չի, խոհանոցում ընթանում են վերանորոգման աշխատանքներ, բայց դա ինձ չի խանգարում տեսանյութ նկարահանել և տեղադրել իմ էջում, քանի որ սա իմ աշխատանքն է։ Դե ինչ մեր համով ու հոտով տեսանյութին մինչև որ անցնենք, չենք մոռանում բաժանորդագրվել էջին, սեղմել զանգակ կոճակը և մի հավես գրառում անել։ Իսկ հիմա ինչ ենք անում, ինչ ենք պատրաստում, քանի որ խոհանոցումս վերանորոգման աշխատանքներ են, չկարողացա ոչ մի բան, ոչ թխել, ջեռոցի հետ կապված ոչինչ չեմ կարողանում նկարահանեմ, ում որ կհետաքրքրի ինչպես թխել զատկի կուլիչ, կաթնահունչ, թեթև ամպի նման փափուկ ու բամբակ բուլկիներ, կարող եք նայել իմ էջում, վստահ եմ, որ կհավանեք, քանի որ իմ էջում չունեմ այնպիսի բաղադրատոմսեր, որը որ չի ստացվում, ովքեր ինձ հետևում են շատ շուտվանից, դա կփաստեն, իսկ այսօր սիրելի հետևորդներ ջան, բարեկամներ ջան, հարազատներ ջան, ձեր հետ միասին պատրաստում եմ աշխարհի ամենահամեղ ուտեստներից մեկը, որ մեր հայերիս տանը միշտ լինում է նամանավանդ մեր սուրբ զատկի տոնին, ինչ ենք անում, պատրաստում ենք աշխարհի ամենահամեղ ու բուրումնավետ գույնս գույն աչք շոյող ու քիմք շոյող փլավը, դե ինչ անենք, անցնենք գործի, գնանք դեպի խոհանոց։ Այստեղ սիրելիներս պատրաստել եմ բոլոր պահանջվող բաղադրատոմսերը, բաղադրիչները, հա, որ պատրաստելու ենք, դե ասել եմ, քանի որ խոհանոց չունեմ, էսենց ենք յոլա գնալու, կարակ եմ վերցնում, բայց ոչ թե բայց հաստատ քիչ է, սա էլ սարսափցիկից նոր եմ հանել, այստեղ սիրելիներս տեսնում եք իմ ձեռքի փայլուն, փափլիկ, համով, բուրումնավետ չրերի տեսականին, այստեղ էլ ընդեղենի տեսականին, ինչ ենք անում, սիրուն հավեսով կտրտում ենք, խոշոր եք սիրում, խոշոր կտրտեք, սիրելիներս մանր եք սիրում, մանր կտրտեք, ոնց կկամենաք, այդպես էլ արեք, այսպես մի քանի հատ, ես չափաբաժինը փոքր եմ պատրաստելու, այս փլավը են փլավնա, երբ ենք հաստատ համով ուտվում է, դե ուղղակի զատկի տոնի ունի չէ, իրա յուրահատուկ խորհուրդը, այսքանը ծիրան, սալորը բահելը ստենայեք, փափլիկ, ընտիր, յուրահատուկ, փայլուն, ձեռքերիդ մեջ հալվում է, այդ ձևի չիրը, սիրելի հետևորդներ ջան, շատ էլ չեմ ուզում, այսպես, մինչև այս գործողությունը կանեմ, ջուր եմ դրել, որ բրինձը եռացնեմ ու կիսախաշանեմ, ինձ թվում է, դա բոլորս էլ գիտենք, շատ այսպես մանրամասնելու կարիքը չկա, հիմա անցնենք անկույզին, բոված շատ համեղ է ստացվում, շատ յուրահատուկ, այսպես, սա էլ ենք կտրտում, համադրությունը դուք ինքներդ եք որոշում,
Բայց նախընտրելի է, որ բոլոր բաղադրիչները իրար չափով լինեն, բարեկամներս, որ համայն այդ հրավառությունը լավն լինի։ Սա էլ էսպես։ Ես մի այսենց ընկույզը 4 մասի եմ բաժանում, ինձ թվում է նորմալ է։ Սա էլ ընկույզը։ Սիրելիներ ջան, գիտեմ ասելու եք Անահիտ ջան, բա չամի չէ, հələ չամիչին նայեք, ինչքան խոշոր, ընտիր և յուրահատուկ։ Սիրում եմ ամեն ինչի լավը։ Այ այսպես։ Լվացված, չորացված վիճակում է, ինձ թվում է կարիքը չկար ասելու։ Հիմա, քանի որ մտածում եմ կարագը քիչ կլինի, եկեք մի քիչ էլ այս կողմից դնենք ու գնանք խոհանոց։ Հիմա սիրելիներս եկել եմ խոհանոց, զբաղվում եմ իմ սիրելի գործով, վերցրել եմ այն տապակը, որի մեջ պատրաստելու եմ, փլավը վերջնական տեսքի եմ բերելու, տաքացրել եմ, կարագով այսպես կողքերը հատակը պատել եմ, որից հետո սիրելիներս այստեղ արդեն իսկ եփվում է բրինձը աղուջրի մեջ, մինչև վերջնական տեսքի չենք բերելու, այսպես ասած, կիսաեփ եմ անելու, այստեղ էլ պատրաստվում է ամենահամեղ փլավի բաղադրիչները, իրան թեթևակի բողելու եմ, տաքացնելու եմ, ու տեսեք իսկ արդեն իսկ գունային գաման ինչ հետաքրքիր ու ինչքան ախորժելի է։ Ահա, մարդիկ կան, որ ծնդուկ են ավելացնում, հնդկական ընկույզ են ավելացնում, ես տարիների վեր սովոր եմ պատրաստել այ հենց այս տարբերակով և ասեմ ձեզ շատ համեղ ստացվում, այնպես որ փորձեք, վստահ չեք փոշմանի։ Ահա, մի 2 րոպե ինքը կտապակվի և այդ ընթացքում արդեն իսկ կաթսան կվերցնեմ, տապակը այս դեպքում, քանի որ այս խոհանոցում այդքան էլ ինձ հարմար չի, կգամ այս մյուս դուրս պատշգամբ, սիրելի հետևորդներ ջան, ու կնախապատրաստեմ փլավի համար նախատեսված լավաշը։ Վերցրել եմ 2 լավաշ ու իրան միանգամից մեկն էսպես չեմ կիսում էլ, ծալում եմ ու էսպես թողում։ Մյուսը արդեն կկիսում։ Ու կսպասենք բրնձի եփվելու, սիրելիներ ջան։ Այստեղ արդեն իսկ պատրաստվեց միջուկը, տեսեք չամիչներն ինչ հաճելի ձևով սկսեցին ուռչել։ Հիմա սպասենք բրինձը եփվի և վերջնական տեսքի բերենք։ Ահա, սիրելիներ ջան, բոլոր բաղադրիչները պատրաստ են, բրինձը տեղին եփվել է,
Եկեք այսպես լցնեմ, որ արագ լինի, ավելացնում ենք, փլավի համար նախատեսված միջուկը, ապա նորից, և այսպես վերջնական տեսքի բերում, այստեղ տպավորություն ա, որ ինքը այրվել ա, բայց չեռնասլիվն ա, սա էլ ընկույզը, այնպես որ նման ենթադրություններ չունենաք, սիրելի բարեկամներ։ Սա վերջին շերտով իրան այսպես լցնում եմ, ես նախընտրեցի քիչ անել, շատ, բայց էլի կարծես թե այդ քիչը չստացվեց։ Հնարավորինս հիմա դնելու եմ գազօջախի ամենամարման կրակին ու թողեմ ինքը լավ հաճելի ձևով եփվի։ Ահա, եկեք տեսնենք ինչ վիճակում է քլավը, հեռախոսը այսպես հարմարացնեմ ու հիմա վստահ եմ, որ տակի հատվածը կարմիր է, ուզում եմ շրջել, որ այս մյուս մասն էլ, տեսեք ընտիր, խրտ-խրտան, յուրահատուկ, ուղարկեմ այս մյուս կողմից է, ինքը լավ տաքանա ու կարմրի, մոտեցնեմ, լավ տեսնեք, սպասենք կարմրի, վերջ արդեն փլավը պատրաստ է, սիրելի հետևորդներ ջան, տեսեք կարմիր, խրտ-խրտան, փլավ է ստացվել, հիմա եկեք մի հատ կրկին հիանանք, որից հետո կտրենք ու աննշանենք, հա, անմահական, համեր, ընկիր, այսպիսի յուրահատուկ տեսքով լավ ստացա, այնպես որ դուք էլ պատրաստեք և անուշարեք, Աստծու օրհնությունն ու զորավոր աչքներ բոլորիս ընտանիքներին, սիրելիներս, խնդրեմ, սա էլ մեր զատկական ընտիր համով յուրահատուկ փլավը, որ ստացվել է հատ և արտակարգ, Քրիստոս հարյավ իմեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի,
ամեն